փորձական էի, երբ հայրս մի օր գրախանութից հայ նկարիչների մի մատենաշար առած տուն եկավ։ Բարակ պատկերագրքեր էին. Այվազովսկի, Սուրենյան, Սարյան, Հակոբով Նաթանյան, Մինաս եւ այս հնչեղ անունների շարքում Հակոբ Հակոբյան։ Մնացած 5-ի գործերը հաճախ էին նայում եւ նրանց առանձին ալբոմներն էլ ունեինք տանը։ Հակոբ Հակոբյանը նոր անուն էր ինձ համար եւ առաջինը սկսեցի թերթել հենց այդ գրքույկը։ Միատոն վառ գույների սպառ բացակայությամբ այս նկարները գրավեցին ինձ միանգամից։ Հակոբ Հակոբյանի արվեստը սիրեցի միանգամից, առանց ջանքի, առանց ճիքի, առանց ուղեկցող տեքստերի ու բացատրությունների։ Այս նկարիչն ինձ հուզեց, հիացրեց իր սակավ գույներով, իր լռությամբ, իր խեղճ ու կրակ կերպարներով, հայկական բնաշխարհի իր յուրօրինակ ու անկրկնելի մեկնաբանությամբ։ Նրա կտավներում արևային վառ ու գունեղ Հայաստանին փոխարինելու էր եկել հայրենի բնության մի նոր, միանգամայն նոր կերպար, որը երբեք ու ոչ մի դեպքում հնարավոր չէր շփոթել մեկ ուրիշի հետ։ Ով է Հակոբ Հակոբյանը եւ թե ինչու է նա ինձ այսպես գրավել, կպատմեմ քիչ անց, իսկ այժմ ուզում եմ հիշեցնել տեսանյութի ներքևում եղած բաժանորդագրվել, հավանել զանգակ կոճակների ու մեկնաբանություններ գրելու մասին։ Հավատացեք, որ դրանք ոչ միայն ոգևորում են ինձ, այլ նաև օգնում են ալիքին գործել ու զարգանալ։ Եվ այսպես 1923 թվականի մայիսի 24-ին Ալեքսանդրիայում ծնվել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը։ Նրա հայրը Տիգրանը ծագումով Կիլիկիայի Այնթափ քաղաքից էր։ Հակոբը լուսանկարիչ Տիգրանի ու Զարուհու 3 երեխաներից մեկն էր։ Հոր վաղաժամ մահից հետո 7-ամյա Հակոբը դարձավ ինքնամփոփ երեխա, որը կարծես թե հետագայում պահպանվեց իր ողջ կյանքի ընթացքում։ 1934-ին նյութական ծանր վիճակից ելնելով Հակոբի մայրը ստիպված երեխային ուղարկեց Նիկոսիա, Կիպրոսի Մելքոնյան գիշերօթիկ դպրոց, որտեղ անապահով ընտանիքների երեխաները անվճար սովորելու հնարավորություն ունեին։ Հակոբն այնտեղ սովորեց 7 տարի։ Տնից ու ընտանիքից հեռու լինելն անշուշտ չէին կարող իրենց հետքը չթողնել պատանի Հակոբի հոգում, սակայն նկարչության ուսուցչի Օնիկ Ավետիսյանի հետ հանդիպումը եւ 5 տարի նրա մոտ նկարչության դասեր առնելը ինչ որ կերպ դարձան մխիթարություն ու սփոփանք։ 1944-ից 47 թվականներին Հակոբ Հակոբյանը շարունակեց ուսումը Կահիրեում։ Այդտեղ նա հաճախում էր Գեղարվեստից ակադեմիայի անվճար դասընթացներին։ Ուսման ընթացքում նա Կահիրեում մասնակցեց իր առաջին հայ-եգիպտական խմբակային ցուցահանդեսին, ներկայացնելով 3 ջրաներկ աշխատանք։ Կահիրեի հայ համայնքը եւ հայ մշակույթի բարեկամներ կազմակերպությունը գնահատելով Հակոբ Հակոբյանի տաղանդը որոշեցին նրան կրթաթոշակ տրամադրել 2 տարի Փարիզում սովորելու համար։ Այդ ժամանակ Հակոբյանն արդեն ամուսնացած էր Մարի Հովելյանի հետ։ Մարին նույնպես նկարիչ էր, աշակերտել էր Աշոտ Զորյանին։ Ընտանիքն ու կինը չխոչընդոտեցին նկարչին եւ նա 1952 թվականին մեկնեց Փարիզ ուսանելու։ Հակոբյանը 2 տարի սովորեց նախ Անդրե Լոտեի արվեստանոցում, ապա Գրանդ Շոմիեր ակադեմիայում Էդվարդ Գոերգի մոտ։ Հետաքրքիր է, որ փարիզյան բոհեմական այդ միջավայրում Հակոբ Հակոբյանը երազում էր հայրենիք վերադառնալու մասին։ Նա նույնիսկ իր նկարներից մեկը նվեր էր ուղարկել Մոսկվա, Հայաստան մեկնելու արտոնություն ստանալու ակնկալիքով ու խնդրանքով։ Սակայն ապարդյուն խնդրանքը մերժվել էր եւ Հակոբյանը 1954-ին վերադարձավ Եգիպտոս։ Թվում է, թե Փարիզը, որը երազանքի պես մի բան էր յուրաքանչյուր նկարչի համար, պիտի ոգևորեր, ոգեշնչեր Հակոբ Հակոբյանին, սակայն հակառակ արդյունքն ունեցավ։ Նա դարձավ ավելի ինքնամփոփ, նույնիսկ հոգեկան ծանր ապրումներ ունեցավ, գլուխ բարձրացրեցին հորետեսական մտքերը եւ դա հանգեցրեց արվեստից հեռանալուն։ Փարիզյան կրթությունը Հակոբյանին ոչ թե ինքնավստահություն ու ինքնաբավություն փոխանցեց, այլ հակառակը։ Փարիզից հետո նա 5 տարի առհասարակ չզբաղվեց գեղանկարչությամբ։ Այսպես մինչև 1957 թվականը, թե ինչ եղավ 57-ին, պատմում է ինքը նկարիչը։ 1957 թվականն էր,
Մի սովորական օր պատշգամբում նստած դիտում էի շուրջս, երբ ջրհորդանի ժանգոտված խողովակից կախված տեսա սխտորների մի փունջ։ Նայեցի սևեռուն եւ հանկարծ հասկացա, որ հենց դա եմ ուզում նկարել։ Դա, որ իմ քթի տակ է եւ ոչ թե Փարիզում կամ ուրիշ նկարիչների գործերում։ Եվ նաեւ հասկացա, որ եթե ուշադրությամբ շուրջս նայեմ, կգտնեմ նկարելու շատ նյութեր։ Ես այլևս գիտեի անելիքս։ Այդ փոխակերպությունը ինչպես կատարվեց, ինչ խորհրդով, ես դժվարանում եմ ասել, բայց ահա ծնվեց սխտորներ պատկերող իմ կտավը։ Այդ օրվանից ինձ համար ինչ նկարել հարցը վերացավ։ Ահա այսպես, փաստորեն ժանգոտած խողովակից կախված սխտորի փունջն անգամ ունակ է փոխելու մարդու տրամադրությունը, մտադրությունը, ծրագրերը, նպատակները։ Այս դեպքում իհարկե կարևորը հայացքն է, թե ինչ հայացքով ես նայել ու ինչ ես տեսել, ու նաև այդ տեսածը հետագայում գեղագիտական ինչ ձևակերպում ու լուծում է ստացել։ 1957-ից սկսած Հակոբյանի կյանքում տեղի ունենում ստեղծագործական նկատելի աշխուժություն։ Նա ստեղծում է բազմաթիվ աշխատանքներ, որոնք երկու խմբի են բաժանվում։ Մի խումբը նատյուրմորտներ էին, սխտորների շարքին բնորոշ, մյուս խմբում մարդիկ էին, հիմնականում աշխատավոր, համեստ, խեղճ ու կրակ կյանքի հատակում հայտնված մարդիկ։ Խոհանոցային զուսպ եւ համեստ պատկերներ եւ հոգսերից կքված թշվառ ու մաշված մարդիկ։ Սա էր Հակոբյանի եգիպտական շրջանի արվեստի թեման։ Սակայն դա այնքան նշանակալի ու տպավորիչ էր, որ կարող էր դառնալ լուրջ հայտ մասնակցելու Ալեքսանդրիայի բիենալեներին, հայտնվելու Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում եգիպտական ժամանակակից արվեստը ներկայացնող նկարիչների խմբում։ Սա հաջողությունների հրաշալի մեկնարկ էր, որը կարող էր ունենալ նույնքան հաջող ընթացք ու նվաճումներ միջազգային հարթակներում։ Սակայն Հակոբ Հակոբյանին միջազգայինն ու համաշխարհայինը բացարձակ չէին հետաքրքրում։ Նա սևեռված էր հայրենիք վերադառնալու գաղափարի վրա։ Եվ ահա 40 տարեկանում Հակոբ Հակոբյանը որոշում է թողնել Եգիպտոսը, իր միջավայրն ու տունը, իր ապրած կյանքի կեսը ու բռնել հայրենիքի ճամփան։ Սակայն մինչև հայրենիք մեկնելը Հակոբ Հակոբյանը հասցրել էր Հայաստան ուղարկել մի շարք գործեր, որոնք արդեն ցուցադրվել էին Հայաստանի պատկերասրահում։ Հակոբ Հակոբյանը կնոջ Մարի Հովելյանի, երկու դուստրերի եւ 200 այլ հայրենադարձների հետ 1962 թվականի հոկտեմբերի 21-ին նստեցին խորհրդային Լիտվա շոգենավը ու Ալեքսանդրիայից շարժվեցին դեպի հայրենիք։ Ինչպես մյուս բոլոր հայրենադարձներին, Հակոբ Հակոբյանին էլ տեղավորեցին մայրաքաղաքից դուրս։ Նրանց ընտանիքին մի փոքրիկ բնակարան բաժին հասավ Լենինականում, այժմյան Գյումրիում։ Այստեղ Հակոբյանն ապրեց 5 տարի, աշխատում էր Գյումրու տեքստիլի ֆաբրիկայում իբրև նկարիչ ձևավորող։ Սակայն առիթը բաց չէր թողնում Երևան գնալ արվեստի ու մշակույթի մարդկանց հետ ծանոթանալու ու շփվելու համար։ Հայաստանում Հակոբ Հակոբյանը հայտնվեց միանգամից սիրված ու գնահատված։ Արվեստաբան Հենրիկ Իգիթյանն այս մասին գրում է. «Մինչև հայրենիք գալը մենք գիտեինք նրա մասին, ծանոթ էինք նրա գործերին եւ ոչ միայն մամուլից ու արտասահմանյան մեր հայրենակիցների պատմածներից։ Հակոբ Հակոբյանը իբրև ընծա Հայաստանի ազգային պատկերասրահին ուղարկել էր 8 կտավ, որոնցից լավագույնները նկարչի մի շարք գործերի հետ մեկտեղ այսօր զարդարում են թանգարանի ցուցադրությունը։ Նրան հայրենիքում սպասում էին անհամբերությամբ։ Մի քանի տարի անց ինքն էլ եկավ Հայաստան եւ մեկ ընդմիշտ հաստատվեց իր նախնիների հողում։ Հաստատվեց այնպես, որ կարծես ամբողջ կյանքում ապրել էր այստեղ։ Հայաստան գալուց մեկ տարի անց Երևանում բացվեց Հակոբ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը։ Օտարությունից եմ եկել հայրենիք, նշանակում է սա իմ վերջին հանգրվանն է։ Հաստատ ու վճռական այս որոշմամբ նկարիչը հաստատվեց Հայաստանում եւ ապրեց հայրենիքում մինչև կյանքի վերջ։ Մյուս հայրենադարձների պես Հակոբ Հակոբյանի կյանքում չեղան ճնշումներ, արգելքներ, ձերբակալություններ, սահմանափակումներ։ Թերևս ժամանակն էլ կապ ուներ 1962-ին
Ոչ լիովին, բայց նկատելի էին արդեն ազատ շնչելու հնարավորությունները, համենայն դեպս չկային ստալինյան բռնաճնշումները, սկսվել էր ձնհալը։ Հակոբ Հակոբյանի կյանքում եւ ստեղծագործության մեջ կտրուկ ակնհայտ ու աչք ծակող փոփոխություններ չեղան։ Միակ փոփոխությունն այն էր, որ Հայաստան վերադառնալուց հետո Հակոբյանն իր խոհանոցային ու սենյակային փակ տարածքից եւ տեսարաններից դուրս եկավ դեպի բնություն, դեպի հայրենի բնաշխարհ։ Ես ուզում էի ճանաչել իմ հայրենիքը, ես ավելի շատ ուզում էի Հայաստան երկիրը նկարել, ասել էր նկարիչը։ Նրա մշտական ու հիմնական թեման դարձավ Հայաստանն ու հայ մարդը։ Նա նկարեց հայ մորը, երեխային, դերձակին, շինականին, գյուղացուն, նկարեց միանգամայն այլ կերպ, Հակոբյանավարի։ Հակոբյանավարին դա յուրօրինակն է, առանց պաթոսի, պարզ, անպաճույճ, առանց չափազանցումների, վառ գույների։ Հակոբ Հակոբյանի արվեստը ոչ ոք երբեք ավելի լավ չի ներկայացրել, որքան ինքը նկարիչը։ Նա գրել է. Սկսեցի որոնել այնպիսի տեսարաններ, որոնք համապատասխանում էին իմ խառնվածքին։ Աշխատելով իմ բնանկարների վրա, ես դրանք կառուցում էի հորիզոնական ուղղահայաց գծերով ու մեղմաշունչ գույներով, որոնք ձայնակից են իմ հոգուն, բացահայտում են իմ զգացումները, իմ եսը։ Մարտիրոս Սարյանը, որը չհասցրեց տեսնել Հակոբ Հակոբյանին իր ստեղծագործական կյանքի բարձրակետում, այնուամենայնիվ մեծին վայել ու մեծին բնորոշ աչքով եւ նրբազգացողությամբ գրել էր. Հակոբյանն իր ժամանակը խորը ապրող եւ սիրո պաշտամունք ունեցող նկարիչ է։ Իր ինքնօրինակ բնանկարները թեև դիտվում են ամայի, բայց շնչում են հարուստ հոգով։ Այդպես հաղորդվել բնության հետ նշանակում է գերազնվություն պարգևել։ Սարյանի ասած հակոբյանական ամայի բնապատկերներում տերը, իշխողը, գլխավորը, տարերքը, գիծն էր, ոչ թե գույնը։ Ես վառ գույների նկարիչ չեմ, ասում էր Հակոբ Հակոբյանն ու հավելում. Հայաստանը անսպառ նյութ է նկարչի համար, ամեն մեկն իր գույնն է վերցնում, իմը շատ սահմանափակ դիապազոն է։ Իր սև, սպիտակ, մոխրագույն ու օխրայով հագեցած Հայաստանում Հակոբ Հակոբյանը ունեցավ բազմաթիվ ցուցահանդեսներ, ստացավ բազմաթիվ մրցանակներ, կոչումներ, պարգևներ, գնահատվեց ու մեծարվեց ըստ արժանվույն, բայց երբեք չփոխեց իր տեսակը՝ բարեկիրթ, հանդարտ, լուսավոր ու համեստ մարդու տեսակը։ Հակոբ Հակոբյանի արվեստի, գեղանկարների, քանդակների, գրքերի մասին կարելի է անվերջ խոսել ու պատմել։ Նրա կյանքի վերջին կեսդարն այնքան հարուստ է ու բեղուն, որ դրա մասին կարելի է հատորներ գրել։ Նրա յուրաքանչյուր նկարը մի պատմություն է, մի հետաքրքիր զրույց նկարչի ու իր ստեղծագործության միջև, որը պիտի կողքից նայել երկար, լուռ, մտածելով ու վայելելով։ Երբ սկսեցի այս թեման պատրաստել ձեզ ներկայացնելու համար, լրիվ խճճվել էի։ Չգիտեի, թե որ նկարի մասին խոսեմ, որը բաց թողնեմ։ Հետո հասկացա, որ բոլորին անդրադառնալ հնարավոր չէ, կիսատ պռատել ներկայացնելն անիմաստ է։ Որոշեցի ընտրել 3 իմ ամենասիրած հակոբյանական գործերը ու ասել, թե ինչու եմ հենց դրանք սիրում։ Իդեպ, մեկնաբանություններում կուզեի դուք էլ գրեիք ձեր հավանած ու նախընտրած գործի մասին։ Եվ այսպես, թեև ես Հակոբ Հակոբյանի բնապատկերների ու նատյուրմորտների երկրպագուն եմ, բայց եւ այնպես ընտրել եմ 3 գործ, որտեղ պատկերված է մարդը։ Ամենապարզ ու ամենաբարդ, ամենաշատ ուսումնասիրված ու այդպես էլ մինչև վերջ բացահայտված մարդ երևույթը։ Առաջինը կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի դիմանկարն է։ 1973-ին ստեղծած իր այս գործի ու Փելեշյանի արվեստի մասին Հակոբ Հակոբյանը գրել է. Երբ ես դահլիճի մեջ նստած դիտել եմ Փելեշյանի ֆիլմը, ինձ թվացել է, որ սրահի մեջ մարդիկ չկան, ես չկամ, որ սրահն ամբողջությամբ մի էակ է, եւ էկրանն այդ էակի սիրտն է, եւ այդ սիրտը բաբախում է այնպիսի ուժով, որ հանկարծ գիտակցում ենք, որ ապրում ենք, եւ որ ողջը լալը հրաշք է։ Պատահական չէ, որ Հակոբյանը Փելեշյանի կինոյի երկրպագուն է։
Պատահական չէ, որ Փելեշյանի ֆիլմը դիտելիս Դահլիճը դատարկ է թվացել իրեն ու միայն սրտի տրոփյուն է լսել։ Պատահական չէ, որովհետև ինչպես Հակոբ Հակոբյանը իր կտավներում, այնպես էլ Փելեշյանը իր կինոյում լռություն են նկարել։ Երկուսի արվեստում էլ խտացված լռություն կա։ Այնպիսի մի լռություն, որ քեզ թվում է, թե խլացել ես։ Փելեշյանի կերպարում էլ Հակոբ Հակոբյանը հենց այդ լռությունն է նկարել։ Եթե որևէ մեկը երբևէ կյանքում առնչվել է Արտավազդ Փելեշյանի հետ, ապա անպայման նկատած պիտի լինի իր լուռ, ներփակված, սուսուփուս կերպարը, վերացած մտքերով այս իրականությունից հեռու, անխոս, բայց միշտ ուժգին բաբախող սրտով։ Հաջորդ նկարը, որը նույնպես շատ սիրում եմ, կարելի ասել Հակոբ Հակոբյանի Հայաստանում ստեղծած առաջին գործն է։ Թերևս ասում են, սկսել է նկարել Եգիպտոսում եւ ավարտել է Հայաստանում։ Համենայն դեպս թվագրված է 1962 թվական եւ կոչվում է Մարդը եւ բույսը։ Նկարիչն իր այս աշխատանքի մասին գրում է. Մեր ժողովուրդը իր պատմության ամբողջ ընթացքին ամեն տեղ ըլա հայրենիքի մեջ, ըլա հայրենիք են դուրս, բույս աճեցնել են զատ, ուրիշ բան մը չէ ըրած։ Մենք ուրիշներուն տուները չենք քանդած, ուրիշներուն վրա չենք հարձակված։ Վերջապես ամեն տեղ բան մը զարդարել է, գեղեցկացնել է եւ լուսավորել է զատ, ուրիշ ինչ ըրած ենք, ոչինչ։ Եվ մտքիս մեջ ալ լավագույն հայը այդպես պետք է լար, եւ այդ նկարը ինձի համար սիմվոլիկ կտավ մնե, եւ երևի պատահական չէ, որ այդ ոգիով ես եկա Հայաստան։ Սա ինձ համար սիրո, բարության, ներդաշնակության, հույսի, հավատի, սպասելիքների ու առհասարակ կյանքի մասին կտավ է, որովհետև կոշտ, կոպիտ, խոշոր ձեռքու ոտքով մի քիչ վայրի, նույնիսկ նախամարդու տարերով այս մարդը առանձնակի սիրով, քնքշությամբ, զգուշությամբ իր խոշոր ափերի մեջ պահել է բույսի մի ծիլ։ Չգիտեմ, թե ինչից է այն պահպանում բնության երևույթներից, անկանխատեսելի տարերքից, հողմից, քամուց, արևից, չգիտեմ, թե ինչից։ Սա պահել պահպանելու մասին է։ Սա կոշտ ու կոպիտ արտաքինի տակ թաքնված բարի ու սիրուն մարդու մասին է։ Նրա հոգեվիճակի, մտածողության, աշխարհայացքի մասին է։ Այս նկարը նայելիս միշտ հիշում եմ Մարտիրոս Սարյանի միտքը Հակոբյանի մասին։ Սարյանն ասում էր. նա զրուցում էր բնության հետ։ Եվ վերջին ու Հակոբ Հակոբյանի արվեստում ամենաշատը տպավորած գործը, որը միշտ ինձ անասելի հուզում է, դա Վիշտ կտավն է, որը նկարիչը ստեղծել է 1961-ին, դեռևս Եգիպտոսում։ Հակոբ Հակոբյանը հիշում է, որ մինչ Հայաստան գալը սիրում էր նկարել մարդու հատուկ տեսակը։ Նա գրում է. «Խեղճ մարդը, մարդու խեղճ տեսակը, որ ազդում էր վրաս, ոչ թե առողջ, չաղ, այլ նիհար խեղճացած մարդու կերպարն էր ինձ հուզում։ Ինչու՞, չգիտեմ։ Կարծում եմ ես էլ խեղճ էի երևի»։ Վիշտ նկարը առաջին անգամ տեսա պատանեկության շրջանում, այն սկզբում ասածս պատկերագրքում։ Առաջին անգամ երկար նայեցի այս նկարը ու հիշում եմ, մտածում էի, տեսնես ինչ է եղել, որ մարդն այսպես կծկվել է։ Իմ երջանիկ պատանեկության ժամանակ ես կարծում էի, որ տղամարդիկ այնքան ուժեղ են, որ երբեք ցավից ու վշտից չեն կծկվում, լաց չեն լինում։ Մտածում էի, որ այս մարդու հետ շատ սարսափելի մի բան է կատարվել, այնպիսի մի բան, որ իրական կյանքում չի լինում, թե չէ վշտի առաջ կարող է այսպես անզոր դառնալ կինը, բայց ոչ տղամարդը։ Այսպես մտածում էի, երբ փոքր էի։ Հետո արդեն մեծ տարիքում այլ կերպ էի տեսնում այս նկարը։ Հակոբ Հակոբյանի Վիշտ նկարը շատ պատկերավոր ու իրական տեսա մեր կյանքում 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ 44-օրյա պատերազմի վերջին 44-րդ օրը այս կտավն անընդհատ իմ մտքում էր։ Ես հիշում էի այս մարդու կերպարը ու ինձ, իմ շուրջը եղած մարդկանց հենց այս կերպարով էի տեսնում։
երբ կոտրված սրտով, չփարատվող տխրությամբ, ներքին ցավով, վշտով ու փախծով պարուրված ոչինչ չէր մնում անելու, բացի ցավից կծկվելը։ Նոյեմբերի 9-ին այս նկարը ինձ համար ոնց որ մեր ժողովրդի հավաքական կերպարը լիներ։ Հիմա այս նկարին նայելիս միշտ սպասում եմ, որ մի օր այս մարդը բարձրացնելու է գլուխը եւ ուղղելու է ուսերը։ Չէ՞ որ կյանքը շարունակվում է, իսկ վիշտը հարատև չի լինում։ Հաճախ նայեք Հակոբ Հակոբյանի կտավները։ Դրանք ախտահանում են մեր աչքերը, մաքրում են մեր միտքը եւ գեղեցկացնում են մեր կյանքը։